Լավագույն տարբերակը նա է, որ Կտրիչ Ներսիսյանը իր մի քանի համախոհներով դի ներողություն խնդրեմ մեր հոտից եւ օր առաջ լքեմ մայրաթոռը։ Հակառակ դեպքում վաղ թե ուշ գալու է այն պահը, որ նրանք իրենց հակաեկեղեցական, հակահավատ գործնեությամբ գանկեց են արվելու եւ նաեւ պատասխան են տալու։ Սեբենք Գաթողիկոսը հերացավ Վերնախավը եւ իր ամիջական շրջապատը։ Ով պիտի ղեկավարի։ Սեբենք Գաթողիկոսը հերացավ, սակայն այդ Վերնախավը, որ եւ իր ամիջական շրջապատը ինչպես պիտի ղեկավարի այս եկեղեցին։ Ինչ հիմքերով եւ ով պիտի ղեկավարի։ Եթե այդ բոլորը ասենք Վերնախավը փոխարինված է ինչ որ կերպ, գիտեք, որովհետեւ այսպիսի համագարկերու մեջ փուրքային ինչ որ սիստեմ մը կա, համագարկ մը կա եւ երեցը միշտ դիրողն է գրծերին եւ այդպես։ Շատ բարի։ Հայ առաքելական եկեղեցին հնուց ի վեր հարյուրամյակներ շարունակ առաջնորդվել է իր կանոնակարգով։ Այստեղ ոչ մի խնդիր չկա։ Նույնիսկ այսօր հայ առաքելական եկեղեցու գլուխ կարող է կանգնել նաև հավատացյալ, բայց ոչ կրոնավոր, ոչ կուսակրոն քահանա։ Պատմության մեջ մենք ունենք աշխարհիկ անձեր, որոնք եղել են հայ առաքելական եկեղեցու գլուխներ, կաթողիկոսներ։ Կան չէ այդպիսի օրինակներ։ Կան դեղաբահ եղած են որոշ շրջանի կաթողիկոսներ։ Հիմա դրանից բացի այսօր ովքեր դուրս են եկել մեր պետության եւ կառավարության դեմ 10, 20, 30, 40, 50 հոգի են, ոչ ավել։ Այս համագարկի մեջ։ Այո, ոչ ավել։ Իսկ յետևորդները հոդ ունին ի վերջո դեսնենք։ Բացառվում է դա բացառվում է։ Չկա այդպիսի բան, դա կեղծիք է։ Կաթողիկոսին ինչ մեծ բանով ընդունեցին օտագայանի մեջ օտանավական։ Չէ, դա ընդդիմությունն է մեր։ Դա մեր ընդդիմությունն է, գիտեք, դա ընդդիմություն չի, ես ամաչումել եմ դրանց ընդդիմություն կոչեմ։ Դա 5-րդ եւ 6-րդ շարասյունն է, օտարերկրյա գործակալական ցանցն է։ Դրանք նույնիսկ քաղաքական ճամբար փոխածներ չեն, դրանք լակեյներ են, սաթելայթներ են, դրանք գրպանափոխներ են, լափամանից տարբեր լափաման շուտ օգտվողներ ու փոխողներ են։ Հայ եկեղեցին ունի բարձրագույն մարմին, որը կոչվում է ազգային եկեղեցական ժողով, որի կարծեմ 1/3-ը ավելի քան պետք է լինեն աշխարհիկ մարդիկ, ճիշտ է թե չէ։ Հայ եկեղեցու աշխարհիկ անձնավորությունները եւ այն ներկայացուցիչները, որոնք եկեղեցու սպասավորներ են, կարող են հրավիրել ուրեմն արտահերթ ժողով եւ ընտրել կաթողիկոսական տեղապահ մինչեւ ընտրությունները։ Մենք ունենք նաեւ այլ կանոնով նախատեսված կազմակերպություններ, որոնք գործում են քահանայի ժողովը, Գերագույն հոգևոր խորհուրդը եւ այլ եւ այլ։ Այնպես որ ճիշտ է ասում, կառավարության ղեկավարի նպատակը նա չէ, որ եկեղեցում անպայման դնի իր ներկայացուցիչին որպես վեհապար։ Բոլորս գիտենք, չեմ ուզում ես խորանամ, ինչ մութ ամպեր կան, ինչ այսպես աղոտ պահեր կան Գարեգին երկրորդի գահ բարձրանալու, մայրաթոռ բարձրանալու օրվա հետ կապված ես Քավլիցի դրան չեմ ուզենա անդրադառնամ եւ նույնիսկ ասում եմ, որ կաշառքի չափն են ասում, որ տվել է եւ կարգվել է որպես օցիալ վեհապար։ Ճիշտ է թե չէ։ Հիմա ես չեմ ուզում սրան անդրադառնամ, սա այլ խնդիր է, այլ ձևաչափի խնդիր է։ Այլ ձևաչափի խնդիր է նաեւ հայ հոգեվորականների եւ առհասարակ հայ եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, որտեղ քիչ առաջ ես ասացի, որ այո, եկեղեցում էլ են եղել դավաճաններ, Կարսի ժամանակ, ցեղասպանության ժամանակ նրանք դավաճանների ցանկ են տվել Պոլսո եպիսկոպ ոստիկանապետ Բեդրիբեին, բայց ես սրա մասին չեմ ուզում խոսել, որտեղ դավաճաններ եղել են նաեւ աշխարհիկ կյանքում։ Սա այլ խնդիր է, այսօր էլ մեր ազգային անվտանգության ծառայության շենքի առջև դավաճանների շքերթ է։
եւ արտգործնախարարության համակարգից եւ զինվորական ծառայությունից ճիշտ եմ թե չէ, սոցիալ չեմ ասում ես, պաստեր ունենք, չէ։ Հիմա ես ասում եմ, իրենք տեսնում են, որ լարվածությունը գնալով հասնում է մեծ աստիճանի, արճակատումը մեղմ ասած հարիր չի մեր ժողովրդին եւ իրանք փորձելու են օգտագործելով որ կառավարության ղեկավարը դուրս է եկել եկեղեցու դեմ այդպիսի բան չկա շահարկելու են այս պահը եւ ժողովրդին տանելու են դեպի եղբայրասպան կամ արյունալի բախումների Աստված ոչանի որը անթույլատրելի է եւ Աստված ոչանի լավագույն տարբերակը նա է որ Կտրիչ Ներսիսյանը իր մի քանի համախոհներով պիտի ներողություն խնդրեմ մեր հոտից եւ օր առաջ լքեմ մայրաթոռը հակառակ դեպքում վաղ թե ուշ գալու է այն պահը որ նրանք իրենց հակաեկեղեցական հակահավատ գործնեությամբ գանկեց են արվելու եւ նաեւ պատասխան են տալու Նաեւ դի ուզեի իմանալ ծեր գարձիկը մենք օրերը ի վեր գեհդեվինք Արամ Գաթողիկոսի հadouk սենք բանակնած սեմ բադվիրագսեմ Շահասրբազանի այցելություններուն որ նաեւ սպիրկի մեջ որոշ անհանգստություններու դեղիկ տված է Հագարականոր որ Արամվեապարը ամիսներ առաջ նախաձեռնությամբ մանտես եկավ, որոնց մանրամասները չգիտցանք, նաև մայրաթորեն արձագանքներ չստացանք, ընդհանրակը անհարիր խոսքեր ընջեցին Գիլիգյան բադմագան աթորին նկատմամբ, որոնց հանդեպ իմ եւ ծեր հարկանքը մեծ է բնականաբար, ինչպես կտի դարգեք Արամ Գաթողիկոսի թերը, որևէ հաշտության հնարավորություն կա որևէ նախաձեռնություն կտեսնեք եւ ինչպես կթարգմանեք այս փուլին Արամ Գաթողիկոսի բադվիրագի այցը վարչապետ Փաշինյանին ու նախագահ Խաչատուրյանին եւ պատժառաբանությունը կամ ասենք արիթը Գաթողիկոսի երեստամյա Հոպելյանին արիթով դպված արժեքավոր հադորիմը նվիրումն է ինքս տեղյակ լինելով քաջատեղյակ լինելով Կիլիկիո Կաթողիկոսյան պատմությանը եւ առաջերտին իմ խոնարհումս բերելով մեր մեծ վեհապարների Կիլիկիո Կաթողիկոսյան մեծիտան Կիլիկիո տիրակալների սկսած Սահակ Խաբայանից Գարեգին Երջանկահիշատակ Գարեգին առաջինից Խորեն վեհապարից այո ուրեմն Զարեփ Հասլյանից եւ շատ-շատերից դե գիտեք ես ինչպես կիմանամ չէ դժվարանում եմ քիչերից եք Հայաստանում ինձի գտվի որ այսքան ես կարծում եմ ես մասնագիտության բերումով պարտավոր էի սա իմանալ եւ ավելին իմանալ եւ ավելին էլ գիտեմ ինչքան որ պետք է չէ երբ որ 1993 թվականին Երջանկահիշատակ Լուսավորքի Գարեգին երկրորդ Սարգսյանը մեզ ընդունել է Մարիվանքում մեծիտան Կիլիկիո Կաթողիկոսությունում Անտիլիասում շատ հրաշալի զրույց գնաց եւ ես էլ լինելով Հոմենետմենի նախագահ ակումբի մի պատմական ակնարկ կատարեցի Սսի Կաթողիկոսության հետ կապված եւ շատ լավ զգացինք Գարեգին վեհապարը բայց թե դա այլ բան է դա մենք այնտեղ գնացել ենք Հոմենետմենի հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ բայց խնդիրը դա չի ես պիտի ասեմ Արամ վեհապարի հետ կապված Արամ վեհապարի անձի մոտեցման գրագիտության ինտելեկտի հետ կապված ես ոչ մի խնդիր չունեմ նաև հայրենասիրության բայց ես գտնում եմ որ Արամ վեհապարը արդյոք իր ամբողջ կարողություններն ու ուժը գործադրել է այս ամեն ինչը հարթելու համար կարծում եմ ոչ գալով Նաթան arczepiskopos-ի Շահան arczepiskopos-ի այցին Հայաստան գիտեք ինքը Արամ վեհապարը իրավունք ունի այսպիսի այցեր կազմակերպելու նախաձեռնելու կամ նվիրատվություններ անելու Ես կարծում եմ դա պիտի լիներ ավելի թափանցիկ, դա պիտի բացի բաց ասվեր, որ պետք է վերջ դնել այս
մոտեցմանը, այս գործելավոճին, այսինքն իշխանության գող կգանքներ եւ քննադատեր մայրաթորը հիմա արամ վեապարին չեն խնայում, ինչեր են գրում։ Այո, ես կարծում եմ, որ հասցեին անիրավապար Արամ վեապարը իր հեղինակությամբ պիտի ազդու միջամտություն ունենա, միգուցե կա լուծման տարբեր ձևեր, հարթելու այս անջրպետը, չխորացնելու այս վիհը, այս անդունդը, դե գիտեք, մենք այդքան մոտ կանգնած չենք այնտեղ, չէ։ Այո, բայց մայրաթորը պատրաստ չէ այս իհարկե, ես կարծում եմ, որ Արամ վեապարը մի քանի քայլ ավելին առաջ է, քան այսօրվա Էջմիածնի բարձր հոգևորական դասը։ Այստեղ երկու կարծիքներ չի կարող, նախ Արամ վեապարը անցել է ավելի մեծ ճանապարհ, որը պատիվ կբերի հայ ցանկացած հոգևորականի։ Արամ վեապարը ունի ավելի մեծ միջազգային հեղինակություն եւ իր, ինչպես ասում են, արիական առնական ոգով, կարծում եմ Արամ վեապարը ավելի բարձր է կանգնած, քան շատ մայրաթորի բարձրաստիճան հոգևորականներ։ Խնդիրը այստեղ այս հանգուցալուծումը ես ինքան հասկացա, դուք հաշտվեցիք, որ ինչպես եք պատկերացնում։ Ես գտնում եմ, որ այստեղ հանգուցալուծելու խնդիր չկա։ Ունենք հանցավորներ, հանձինս սրբազանների, առերևույթ հանցագործ կատարած եւ պետականականդ եւ նաեւ հանրահավաքների կոչով դիմաց, նաեւ միջամուխ լավով տարբեր, այո, նաեւ որոնք չեն հետևել նաեւ հայ եկեղեցու կանոնակարգին իրենց ապրելակերպի մեջ, իրենց գործունեության մեջ, եւ պետք չէ սա արհեստական կերպով մեծ խնդրեմ սարքել։ Օր առաջ կարող են նաեւ իրապահ մարմինները պահանջել ժամկետ տալ, որպեսզի մայրաթորը ուզուրպացրած բռնազավթած հոգևորականները շուտ լքեն մեր ուրեմն վեհարանը։ Ես այլ տարբերակ չեմ տեսնում։ Այսինքն նախաձեռնություններու ժամանակը անցած է։ Ինչպես։ Այսինքն նախաձեռնություններու ժամանակը անցած է։ Ես կարծում եմ դա այդպես է։ Հիշեցնեմ, որովհետեւ մեր ագընտիրներն ալ իրազեկված լան Արամ Գաթոևոսն ալ պահանջած է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Եվ կոացած է այդքանով ինձ գիտեմ։ Ես ես մի բան ասեմ։ Ախր դուք չեք պատկերացնում ասում են մեր ժողովուրդը պիտի միաբանվի։ Այո, եթե մենք ունենք ընդդիմության 1000 հոգի, 2000 հոգի կամ 5000 հոգի, մենք ավել չունենք։ Արցախայությանը մոլորեցնում են։ Գիտեք ինչից է գալիս դա, որովհետև կառավարությունն էլ պիտի վճարական լինի արցախայության խնդիրների լուծման ուղղությամբ։ Համամիջ եք իմ հետ։ Միասնության առումով համամիտ եմ, բայց Արցախի թեման բոլորովին շատ ավելի խճճված։ Խոսքը վերաբերում է տնտեսական, սոցիալական խնդիրներին։ Անշուշտ, պետք է Արցախին ամեն ինչով կողլա Հայաստանի մեջ։ Պատկերացնում եք, չէ, ասենք մի 3-4 համայնք կառուցվի, գյուղ կառուցվի եւ ապրեն Արցախահայերը։ Միասնապար։ Դուք պատկերացնում եք այդ գենոդարանը, ինչ էներգիա կստեղծի։ Թեկուզ $500 միլիոն ծախսվի, բայց դուք գիտեք, չէ։ Մի զարմանակ այս ծրագիրը գնե ավետարանչագանը Հայաստանի մեջ։ Քանի տասնյակ միլիարդ դոլար օգուտ կբերի հայ ազգին։ Էլի խնդիրներ կան։ Շատ խնդիրներ։ Բայց ախր առաջնահերթություններու խնդիր ալ գա Հայաստանը շատ կարևոր անցումային փուլի մեջ է հիմա։ Անպայման մենք այսօր դրա համար եմ ես ասում, գիտեք ինչ, նախաձեռնություն անել, որ ուրեմն սրբապիղծ հոգևորականը պետության ղեկավարի հետ համախմբվի, ես դա չեմ ընդունում։ Այո, այդ ժամանակը անցել է։ Տեսեք, շատ բաներ կա ասելու։ Ախր մենք հիմա ես ասում եմ, ասենք թե 100 հոգևորական կամ 100 չկա, ասենք 50 հոգևորական պիտի դուրս հրավիրվեն մայրաթորից կամ եկեղեցուց։ Դա նշանակում է եկեղեցու պարակտում, ձեզ հարցնում եմ ես։ Մենք միջնադարում էլ ենք ունեցել այդպիսի շարժումներ։ Աղանդավորական շարժումներ։ Դա Անտիլիասի մեջ, երբ օրվա Գաթողիկոսին ընդդիմացող եպիսկոպոսներ հերացված են, միապանուտեն են կամ հերացած են։ Այո։ Եվ միացած են Էջմիածին։ Այո։ Աչաբահյան ընտանիքի Խատ Աչաբահյանը գիշեմ ես անունը այսինքն։ Այո, եւ այդպիսի շատ փաստեր կան,
Բայց խնդիրը գիտեք ինչ, չպետք է այդ թնջուկը սարքել համազգային թնջուկ։ Ես այդ կարծիքին չեմ։ Ես գտնում եմ, որ պետք է ամփոփվի, ես գտնում եմ, որ եթե նրանք ունենան քաջություն, եթե տեսնում ես, որ քո հոտի հետ կապված, քո հավատքի հետ կապված, տեսեք, ես ինչ է նշանակում դատախազը խաչեր է կառուցում կամ շուրջպարյամ։ Եթե դատախազը այդքան հավատքի հանդեպ մեծ ներքին զգացում ունի, ապա ինքը թող կաշառք չվերցներ, ինքը թող մարդասպանին չարթարացներ, ինքը թող ամեղ մարդուն, չգիտեմ, ավելորդ մեղադրանք չներկայացնեն։ Եթե մարդասպանը եկեղեցի է կառուցում, ապա հավատացյալների քանակը չի փրկվելու, եւ ես պիտի ասեմ, այդ հարստությունը դա իր հարստությունը չի, դա օլիգարխի հարստությունը չի, դա ժողովրդից թալանված փողերն է։ Ինչ է նշանակում, ինչպես կարող է եթե դատախազը պիտի խաչ կառուցի, ով է ասել, որ ես պիտի խաչակնքեմ։ Շատ բաներ կա խոսելու, ես կարծում եմ, եւ ես ինքս Սարգիս ջան, այդ արժեհամակարգի կրողն եմ։ Ես շատ դեպքերում ինձ հարց են տալիս արտարադատությունից, իրավական համակարգից, օլիգարխներից, գիտեք, շատ դեպքերում ես չեմ ուզում իշնեմ, ցածրանամ, որտեղ մի մարդ, որը հայոց պատմությունը գիտի, ինչքան որ պետք կնե, մի մարդ, որ կարճած է համազգային համախմբման գաղափարին, մի մարդ, որ կարճած է Սարդարապետի հերոսամարտի ոգուն, մի մարդ, որ կարճած է Շուշի ազատագրման ոգուն եւ ամիջական նաեւ մասնակցություն ունեցել թեկուզ թեկունքային աշխատանքներում, ապա ես թույլ չեմ տա այդքան շատ իջնեմ, կներեք։